մենք առաջին երեխայի ծննդյան գումարը ավելացնում ենք 200,000 դրամով, երկրորդ երեխայի ծննդյան գումարը ավելացնում ենք 200,000 դրամով, երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար այլևս մշտապես վճարվող ամիսը 50,000 վճարում ենք պլյուս այդ 500,000-ը։ Այսինքն իրականում բոլորի դեպքում էլ ավելացում։ Սա երեկվա կառավարության նիստում ընդունված որոշում է, մեկը այն տասնյակ ժողովրդահաճո նախաձեռնություններից, որոնք ընտրություններից ամիսներ առաջ շռայլում է Նիկոլ Փաշինյանը։ Սոցիալական աջակցության տարբեր փաթեթների տեսքով իշխող կուսակցության նախընտրական արշավը դեռ տարեսկզբից է սկսվել։ Փետրվարին հայտարարվեց, կառավարությունը մարում է այն քաղաքացիների վարկերը, որոնք անհուսալի են։ Պարտաճանաչ եւ հուսալի վարկառուններն անհավասար պայմաններից նեղվեցին, իսկ Փաշինյանը ապահովեց այս աջակցությունից օգտված բազմաթիվ քաղաքացիների աջակցությունը առաջիկա ընտրություններում։ Բոլոր գործերը կթողնեի, կգնայի, կդիմեի, որ արագ այդ պատմությունից ազատվեմ։ Հաջորդ քայլով Փաշինյանը ընտրողների ավելի լայն խմբի հասցեագրեց։ Ընտրություններից 8 ամիս առաջ հայտարարվեց, որ զինծառայության ժամկետը կես տարով կկրճատվի։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ այս նախագիծը պետք է կյանքի կոչվեր 2026-ի ամառային զորակոչի ժամանակ, այսինքն արդեն ընտրություններից հետո։ Սակայն հոկտեմբերյան մի առավոտ Փաշինյանը ուղիղ եթեր մտավ ու հայտարարեց, արդեն առաջիկա ձմռանը բանակ զորակոչված տղաների ծառայությունը կլինի 1.5 տարի։ Որոշել ենք, որ օրենքը ավելի շուտ ուժի մեջ մտնի 2026 թվականի հունվարի 1-ից։ Մինչդեռ այս որոշումից շաբաթներ առաջ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հայտարարեց, թե զորքի թվաքանակը չի հերիքում։ Դրա համար վարժական հավաքներին ներկայացնում են մարդկանց նաև մարտական հերթապահության։ Հարց է առաջանում, եթե զորքի թվաքանակը բավարար չէ, ինչու է ուրեմն Փաշինյանը կրճատում զինծառայության ժամկետը։ Փաշինյանն անգամ իր կառավարության ձախողումը կարողացավ ժողովրդահաճո քայլի վերածել։ Մինչև նոյեմբերի 1-ը պետք է Հայաստանի քաղաքացիները եկամուտների հայտարարագիր լրացնեին։ Սակայն շուրջ 1.5 տարի իշխանության ջանքերն իզուր անցան, քաղաքացիների ծանրակշիռ մեծամասնությունը բոյկոտում էր համընդհանուր հայտարարագրման համակարգը։ Փաշինյանն անձամբ էր լծվել քաղաքացիներին համոզելու գործին։ Ես նամակներ եմ ստանում քաղաքացիներից, որոնք հարցնում են, թե այս ինչերի փր, ինչու պիտի համընդհանուր հայտարարագիր լրացնենք։ Դրա համար կան մի քանի պատճառներ, սիրելի հայրենակիցներ, դրանցից մեկը հակակոռուպցիոն պայքարում մեր հետևողականությունն է։ Վերջնաժամկետից մի քանի շաբաթ առաջ շատ քիչ թվով քաղաքացիներ էին հայտարարագիր լրացրել։ Կառավարությունը հանկարծ որոշեց ամիսներ շարունակ ակտիվ քարոզվող այս նախաձեռնությունից հրաժարվել։ Հայտարարագրման բեռն էլ դրեցին Պետեկամուտների կոմիտեի ուսերին։ Հայաստանի բնակչության մեծամասնությունը հանգիստ շունչ քաշեց։ Իր գումարներն ավտոմատ կհայտարարագրի հարկայինը։ Դա կմնաց Փաշինյանի հրապարակային հայտարարագիր լրացնելը։ Բանկ եմ զանգի։ Հայտարարագրի։ Բարև ձեզ։ Ես ձեր մոտ ավանդ ունեմ։ Ուզում եմ իմանամ 24 թվականին ինչքան է եղել իմ տոկոսները, կարող եք տեղեկանք ուղարկել ինձ։ Փաշինյան Նիկոլ։ Որքան մոտենում են ընտրությունները, այնքան առատաձեռն է դառնում իշխանությունը, իսկ թե դա ինչ գին կունենա Երևան ընտրություններից հետո։